Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնին Թավյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Խուզարկություններ ու 10-ից ավելի ձերբակալված, ինչ է կատարվում վաղարշապատում։ Ինչ է Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական նիստում, վերջին խոսքի ժամանակ նախկին պետնախարարի ընտանիքը հեռախոսազանգն է հրապարակել։ Я 10 числа выступил последним словом, запретив адвокату выступать. Պատմության ջնջումը անարգում է զոհերին, Փելոսին Վենսի գրառումը ջնջելու մասին։ Ազգային ժողովը ընդունել է ԿՊԵ-ական պատգամավորի առաջարկած նախագիծը, ինչ է փոխվել ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում։ Չեք կարծում, որ սա անհավասար դաշտ է ստեղծում պայմանագրային մյուս ծառայողների համար։ Վաղարշապատում խուզարկությունները շարունակվում են։ Հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի խոսքով վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են հաղթանակ դաշինքի ավականու անդամների, ցուցակում ընդգրկված անձանց, համակիրների, աջակիցների նկատմամբ։ Խուզարկություններ են, ապա ձերբակալություններ, տանում են ոստիկանության ու քննչական բաժիններ։ Ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, որովհետև րոպե-րոպե շատանում է, րոպե-րոպե ավելանում է այդ թիվը։ 10 գերազանցում է, այո, այս պայն 10 գերազանցում է, կան մարդիկ, որ ընդհանրապես անհասկանալի են, իրենք երբեր են գրկված չեն եղել, որ ոչ մեր նախընտրական քարոզարշավի մեջ, ոչ մեր նախընտրական շտաբում են եղել, ոչ որևէ ակտիվ քարոզչական որևէ գործողություն են իրականացնել, չենք հասկանում ընդհանրապես ինչի մասին խոսքը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործն իրենց տիրույթում է, կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի ավականու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են որոշ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Վիճակը լարված է նաև քննչական կոմիտեում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորները քննչական կոմիտեում փորձել են տեսակցել վաղ առավոտից ձերբակալված վաղարշապատի ավականու ընդդիմադիր անդամներին և քաղաքացիներին։ Փաստաբանն ասել է, որ չեն թողնում պաշտպանություն ստանձնել, անգամ ձերբակալվածների մեղադրանքը չգիտեն։ Մեղադրանքին միայն գիտենք, խոզարկություններ են եղել, խոզարկության որոշման մեջ մի անհետ պատմություն է նկարագրված, որ իբր քարոզչություն են իրականացրել և քարոզչության միջոցով ազդել են ընտրողների կարծիքի վրա։ Հիմա ես չեմ պատկերացնում ուրիշ ինչ ձև պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը և ես չեմ ուզում մի փոքր անպատասխանատու ընչենք, բոլոր դեպքերում այդ նպատակով են եկել։ Իսկ ազգային ժողովում ընթանում է քառօրյա նստաշրջանի հերթական նիստը։ Խորհրդարանն 86 կողմ 0 դեմ 5 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԿՊԵ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում նաև ներկայացրել է պայմանագրային զինծառայողների ատեստավորման և հավելավճարների կարգավորման մասին նախագիծը։ Նախարարը նշել է, որ պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները համարվելու են ատեստավորված ուսումնական փուլի ավարտին հանձնված քննությունների արդյունքով, եթե նշանակված են ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։ Սակայն ընդդիմությունը համոզված է, որ զինված ուժերում ատեստացիայով աշխատավարձի բարձրացումն անհավասար պայմաններ է ստեղծելու։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցած կամ պատիվ ունեմ ծրագրում ծառայողները։ Եվ այստեղ է ամբողջ խնդիրը ատեստացիայով աշխատավարձի բարձրացում, թե համատարած աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտար շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել։ Նույն մտահոգությունն ունի Տիգրան Աբրահամյանը, նրա խոսքով պաշտպանության նախարարությունն անհավասար պայմաններ է ստեղծել պայմանագրային ծառայողների միջև։ Ծրագրով 5 և 2 տարի պայմանագիր կնքողներին, ապա չեք կարծում, որ սա անհավասար դաշտ է ստեղծում պայմանագրային մյուս ծառայողների համար, որոնք 3 տարի կամ մինչև միգուցե 5 անգամ երկարացնում են իրենց պայմանագրերը, բայց այսպիսի պատվովճար չեն ունենում։ Պարոն Աբրահամյան, կխնդրեմ օրենքի բովանդակության ավելի մանրամասն ծանոթանալ, խոսքը չի վերաբերում կիսամյակային քննություններին, խոսքը վերաբերում է ուսումնական զորամասում, ուսումնական պրոցեսի ավարտական քննությունների արդյունքները համարել որպես ատեստացիայի
գնահատական։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ներկայացրել է տեսալսողական մեդիայի ոլորտում առաջարկվող նոր կարգավորումները։ Սանկցիա կկիրառվի օտարերկրային հաղորդումների վրա, որոնք միջամտում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ Նոր կարգավորումների համաձայն հանրային մուլտիպլեքսի համար նախատեսված կանոնները տարածվելու են նաև ցանցային օպերատորների վրա, ներառյալ կաբելային հեռուստաալիքները։ Նույն կանոնները վերաբերում են նաև օտարերկրյա հեռուստաալիքներին, որոնք հեռարձակվում են Հայաստանի տարածքում ցանցային օպերատորների միջոցով եւ կարող են ազդել ներքաղաքական կյանքի վրա։ Կարգավորող մարմինը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից, որի պարագայում վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ որ վերջնական որոշումը կայացված կլինի։ Նախարարի խոսքով փոփոխությունների նպատակն է ապահովել Հայաստանի քաղաքացիների ինֆորմացիոն անվտանգությունը, նվազեցնել բացասական տեղեկության ազդեցությունը եւ լրացնել տեսալսողական մեդիա ոլորտի իրավական բացերը, նաեւ ստեղծել հավասար մրցակցային պայմաններ։ Սակայն ընդդիմադիր падգամավորներն էլ համոզված են, որ հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է ամրագրվում օրենքով եւ այս նախագիծը ոչ թե կարգավորող, այլ պատժիչ գործողություն է, որով իշխանությունն ընտրությունից առաջ ցանկանում է միջամտել լրատվականների գործունեությանը։ Ով է այն որակելու եւ բացահայտելու որպես այդպիսին, բարձվում է ՀՌՀ-ն։ Իրավունք ունեմ կասկածելու, իհարկե այո, որովհետեւ բացառապես իշխանական քվոտայով ընտրված ՀՌՀ-ն չունի անկաշառության, օբյեկտիվության եւ վստահելիության ցանկալի մակարդակը։ Ըստ էության սանկցիայի կիրառումը կախված է ոչ թե օրենքից, այլ այն կիրառողի սուբյեկտիվ ընկալումից։ Այսօր տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, իսկ վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարեն կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսով զրուցելիս փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Նա ելույթում ասել է, որ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև խաղաղությունը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Դատին ասել ու 3 անգամ կրկնել եմ այն, ինչն ասելիս ինձ փորձում էին ընդհատել։ Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել եւ ջնջել ոչ ոքի։ Ես նաեւ ասացի, որ երջանիկ եմ այստեղ այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետեւ տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ ԱՄՆ ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին անդրադարձել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը ջնջելուն։ Նրա խոսքով պատմության ջնջումը անարգում է զոհերին եւ թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք։ Փելոսին շեշտել է, երբ 2022 թվականին այցելել էր Հայաստան որպես խոսնակ, կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր ծիծեռնակաբերդում եւ հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանն ընտրել է դիվանագիտության ուղին, հիմնվելով պաշտոնյաների ջանքերի եւ գերագույն առաջնորդի սահմանած ուղղության վրա։ Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալուն, մենք սա բազմիցս ասել ենք եւ պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման, ասել է նա, հավելելով, որ այդուամենայնիվ կա անվստահության բարձր պատ, որը ստեղծել է Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։
Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահի ընտրությունը եւ հանրաքվեն, որոնք երկուսն էլ նախատեսված են մայիսի 15-ին, գրել է Financial Times-ը։ Թերթի տվյալով այս քայլը ձեռնարկվել է ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո։ Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն եւ Կիևը քննարկում են մայիսին Ուկրաինայում ընտրություն եւ հանրաքվե անելու հնարավորությունը, հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրերի վերաբերյալ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Probably we won't do very well with them, but that's okay too. Նեթանյահուն ցանկանում է լավ գործար կնքել Իրանի հետ։ Նման կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփն իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Իրանը միջուկային զենք կամ հրթիռներ չի ունենալու, նշելով, որ բանակցությունների ձախողման դեպքում նա պատրաստ կլինի ռազմական գործողություններ սկսել, ինչպես դա արեց անցյալ տարի։ Ի դեպ, Նեթանյահուն մեկնել է Միացյալ Նահանգներ։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքներն Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Նա իր ուղևորությունից առաջ լրագրողներին ասել է, որ այդ սկզբունքները կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների համար։ ԱՄՆ-ն Կանադային կապող կամուրջը չի բացվի, մինչև Կանադան Միացյալ Նահանգներին չվերաբերվի այն արդարությամբ եւ հարգանքով, որին մենք արժանի ենք, սպառնացել է նախագահ Թրամփը։ Գորդի Հաուի անվան միջազգային կամուրջը, որը կապում է Կանադայի Օնտարիո նահանգը Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի հետ, չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնին իր հյուսիսային հարևանն ամեն ինչի համար լիովին չի փոխհատուցել։ Եվրոպան այժմ գործ ունի ամերիկյան վարչակազմի հետ, որը բացահայտորեն հակաեվրոպական է, արհամարում է Եվրամիությանը եւ ցանկանում է նրա պառակտումը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առևտրային ճակատում մենք գործ ունենք չինական ցունամիի հետ, իսկ ամերիկյան կողմից մշտական անկայունության։ Այս երկու ճգնաժամերը խորցնցում են եվրոպացիների համար, ասել է նա։ Սննդի ու դեղորայքի պակաս, էլեկտրոէներգիայի անջատումներ, ավիացիոն կոլապս, Կուբայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով վառելիքի ճգնաժամ է։ Կղզու ավիացիոն ոլորտի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ավիաընկերությունների համար վերջանում է վառելիքը։ Ճգնաժամն առաջացել է Միացյալ Նահանգների նավթային շրջափակման պատճառով, որը փաստացի կտրել է Կուբայի հասանելիությունը Վենեսուելայում եւ Մեքսիկայում գտնվող նավթի հիմնական աղբյուրներից։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի։ Ղազախստանը հրաժարվում է կառավարման իր սուպեր նախագահական ձևից, հայտարարել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով երկրի նոր սահմանադրության նախագիծը հիմնված է ուժեղ նախագահի, ազդեցիկ խորհրդարանի եւ հաշվետու կառավարության հայեցակարգի վրա։ Իտալիայում օրը ցերեկով կողոպուտ է տեղի ունեցել, որը հիշեցրել է ֆիլմի նկարահանումներ։ Դիմակներով զինված անձինք փակել են ճանապարհն ու պայթեցրել ինկասացիոն մեքենան։ Կողոպուտը ձախողվել է եւ փողերը հափշտակած հանցագործները ձերբակալվել են։ Ինքնաթիռ է կործանվել Հնդկական օվկիանոսի ափին Սոմալիում թռիչքից անմիջապես հետո։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել։ 55 ուղևորից եւ ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։